Շնորհակալ ենք Տիրոջից այս արտոնության եւ պատվի համար։ Պատիվ է ծառայել Տիրոջ սուրբերին, պատիվ է ծառայել Հրազդան քաղաքի քաղաքային եկեղեցու ապագա սերունդին։ Գիտեք, մեծ գործ է վստահված մեզ։ Ոչ թե որ մեծահասակներին ծառայելը այտենց լուրջ բան չի, չէ, բայց շնորհակալ ենք մեծահասակներին, հովիվներին, ծառայողներին, եղբայրներին, ովքեր վստահել են ապագա սերունդի հետ կիսվել Աստծո խոսքի այն չափաբաժնով, այն լույսի չափով, որ լուսավորված է մեզ։ Ամեն։ Ես ուզում եմ, որ երիտասարդները ակտիվ լինեն, որովհետև երիտասարդը պետքա տարբերվի։ Ես հավատում եմ, որ այսօր ուրբաթօրյա անդամական ժողով չի, այսօր երիտասարդական ժողով եւ երիտասարդների ամենը պիտի տարբերվի 80 տարեկան պապիկների, տատիկների ամենից։ Երիտասարդների արձագանքը պիտի տարբերվի, որովհետև երիտասարդները ավելի ուժեղ են, ավելի կայտառ են, եռանդուն են, թե տես չի։ Ես տես գիտեմ, կարող է ինչ-որ բան փոխվել, չգիտեմ, մեր ժամանակ տենց էր։ Հիմա էլ ենք երիտասարդ։ Չեմ ուզում շատ երկարացնել, սիրելի եղբայրներ եւ քույրեր, բայց ուզում եմ մի բան ասել ձեզ։ Օրինակ Պողոս Առաքյալը երբ գրում էր եկեղեցուն, Հովիվին, Տիմոթեոսին, ում կարգել էր որպես ծառայող կամ Եփեսոսի եկեղեցու պատասխանատուին, որպես երիտասարդ Հովիվ մի խորհուրդ էր տալիս, որ շատ անգամ մենք կրկնում ենք երիտասարդներին, ասում ենք՝ փախեք երիտասարդական ցանկություններից։ Փախեք։ Բայց չենք ասում ուր։ Ասում ենք՝ դուրս արի, գնա։ Դուրս ագալի գնում է, էլի։ Գնում ընկնում մի ուրիշ մեղքի մեջ, մի ուրիշ շրջապատ, մեկ այլ մոլորության մեջ, մեկ այլ ավելի վատ իրավիճակի մեջ, բայց գիտեք, Սուրբ Գիրքը մեզ կոնկրետ հասցե է տալիս, երբ ասում է այից դուրս արի, անպայման շեշտում է բեկետը։ Կարևոր չի, թե մենք ինչ ենք անում, այդքան, թե որքան կարևոր է ինչի համար կամ ում համար ենք անում։ Կարևոր չի, թե դուրս ենք եկեք, հայլում ենք, գնում ենք, տարիներ ենք կուտակել, վաստակ ունենք, հոգևոր կյանքի հետ գցած տարիներ, մաշած կոշիկներ, կարևորը եւ ավելի կարևոր է, թե ուր ենք գնում, որովհետեւ գնացողներ, վազողներ շատ կան, բայց ուր։ Մինչեւ որտեղ, մինչեւ այնտեղ, ով մեր ճանապարհի սկիզբը ազդարարեց, վերջն էլ կազդարարի եւ մեր վարձքը կտա։ Եվ այսօր ձեր սկսած ճանապարհի մեջ, որ Աստված դրել է այս ճանապարհը ձեր առաջ որպես եկեղեցի, որպես երիտասարդներ, ուզում եմ խոսենք միասին մի պատմություն, վերցնենք դատավորաց գրքից, միասին նայենք, ես կկարդամ այդ տեքստը ձեզ համար, շատերն ասում են միանգամից անցի պատգամիտ, մենք այդ տեքստը անգիր գիտենք, հավատացեք ես էլ շատ անգամներ կարծում եմ, որ Աստծո խոսքի տեղեր կա, որ լավ գիտեմ, բայց հետո կարդում եմ, տեսնում եմ, որ ընդհանրապես ոչ մի բան չգիտեմ։ Այսինքն, եւ մեր օրերում շատ հանդիպում են մարդիկ, ովքեր ռիլսային տրամաբանությամբ այդ օրվա խոսքեր կա, չէ՞, Աստվածաշնչի հեռախոսների iPad-ների վրա, հենց մի խոսք տենց բերում է, կարդում են, ասում այսօր գիր կարդացել ես, ասում ահա։ Քանի գլուխ դե ասում ես մի երկու խոսք։ Մի երկու կծով չես կշտանա, պետք է նորմալ հաց ուտես։ Հետո այդ fast food-երը մի քիչ էս մեզ չաղացնում են, բայց տնական էփած ճաշը, հաշվարկված կալորիաներն ու օգտակարությունը ոչ թե չափից, այլ խտությունից, օգտակարությունից մեզ նպաստում են, որ մենք ավելի առողջ օրգանիզմ ու առողջություն ունենք։ Այսինքն մեզ պետք է տնական ճաշ։ Fast food-ը թող մնա հետո։ Ուզում եմ ասեմ, չեմ արագացնելու։ Ինչքան տես ջղան հայացքով նայեք, մեկա տեքստը պիտի կարդամ, որովհետև ուզում եմ, որ Աստծո խոսքը ավելի շատ լինի, քանի մտքերը։ Մեկ-մեկ ծիծաղացեք Արսեն ախպոր նման, որ իմանամ դալիճում երիտասարդներին։ Դատավորաց 4 գլուխ 4 խոսքից։ Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում Դեբորա մարգարեուին, Ղաբիդոթի կինը։ Նա բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանում, Ռամայի եւ Բեթելի մեջտեղը Դեբորայի արմավենու տակ։ Եվ Իսրայելի որդիները գնում էին վեր նրա մոտ դատաստանի համար, գնում էին վեր նրա մոտ դատաստանի կամ իրավունք իմանալու համար։ Նա մարդ ուղարկեց եւ Նեթաղիմի Կադեսից կանչեց Աբինոամի որդի Բարակին ու նրան ասեց. «Միթե Իսրայելի Տեր Աստվածը չհրամայեց։ Գնա վեր ելիր Թաբոր սարը եւ քեզ հետ 10,000 մարդ վերցրու Նեփթաղիմի որդիներից ու Զաբուղոնի որդիներից»։ Բարակը Դեբորային ասաց. «Եթե ինձ հետ գաս, կգնամ, իսկ եթե չգաս, չեմ գնա»։ Կարևոր չի, որ Տերն ասե։ Ես էլ իմ պայմանն ունեմ։ Եթե ինձ հետ գաս կգնամ, իսկ եթե չգաս, չեմ գնա։ Եվ նա ասաց. անպայման կգամ քեզ հետ, բայց փառքը, հայտնիությունը Դավիթը բյուրերին հաղթեց այդ երգերը քոնը չի լինելու, քո հասցեով չի գալու, մի կնոջ է լինելու։ Որովհետև Տերը հաղթանակը մի կնոջ ձեռք պիտի տա, կամ Սիսարային մի կնոջ ձեռք պիտի մատնի։
Եվ Դեբորան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես։ Ես մի քիչ կրճատված եմ կարդում։ Եվ Դեբորան ասեց Բարակին, արդեն երկրորդ անգամ, վեր կաց, որովհետև Տերն այսօր Սիսարային մատնեց քո ձեռքը, միթե Տերը չէ դուրս գալիս քո առջև։ Եվ Բարակն իջավ Թաբոր սարից, եւ 10,000 մարդ կար նրա հետ։ Տերը խորտակեց Սիսարային եւ բոլոր կառքերն ու ամբողջ բանակը սրիկ հաշելով։ Բարակի առաջ եւ Սիսարան կառքից իջավ ու ոտքով փախավ։ Բարակը հետապնդեց կառքերին ու բանակից մինչև հասցեներ տալիս։ Արիսոթը Սիսարայի ամբողջ բանակը սրի բերանով ընկավ եւ մարդ չմնաց։ Սիսարան ոտքով փախավ գնաց դեպի Կենեցի Քաբերի տունը, Հայելի վրանը, որովհետև Հասորի Հաբին թագավորի եւ Կենեցի Քաբերի տան մեջ խաղաղություն կար։ Մի քիչ տես խառը անունները, բայց հիշեք, պետք է գալու։ Հայելը դուրս եկավ Սիսարային դիմավորելու եւ նրան ասեց. «Տեր իմ, դարձիր ինձ մոտ, դարձիր, մի վախեցիր»։ Եվ նա ետ դարձավ դեպի վրանը նրա մոտ եւ կինը նրան ծածկեց գորգով եւ նա ասաց կնոջը. «Աղաչում եմ, ինձ մի քիչ ջուր տուր խմեմ, որովհետեւ ծարավ եմ»։ Նա էլ բացեց կաթի տիկն ու նրան խմեցրեց եւ ծածկեց նրան։ Եվ նա ասաց այդ կնոջը. «Վրանի դռանը կանգնիր, եթե մարդ գա, քեզ հարցնի ու ասի այստեղ մարդ կա, կասես չկա»։ Քաբերի կինը Հայելը վերցրեց վրանից միցից, մուրշն էլ բռնեց ձեռքին, կամաց գնաց նրա մոտ եւ ցիցը խլեց նրա ծնոտի մեջ ու մեխեց գետնին։ Իսկ նա քնած էր, քանի որ հոգնած էր ու մեռավ։ Ահա եկավ Բարակը, այն ամերիկական կինոների նման, որ ամեն ինչ լինում վերջանում եկե ոստիկանություն ու շտապօգնությունը գալիս է, Բարակն եկավ։ Հետաքրքիր է ինքը էությունով էլ էր Բարակ, մարմնի պարամետրերով էլ էր Բարակ, թե համարձակությունով էր Բարակ, այստեղ են ամեն ինչով Բարակ էր։ Ահա եկավ Բարակը, որ Սիսարայի հետևից էր ընկե։ Հայելը դուրս եկավ նրան դիմավորելու եւ նրան ասաց. «Արի ցույց տամ այն մարդուն, որին դու փնտրում ես»։ Նա այդ կնոջ հետ ներս մտավ եւ ահա Սիսարան մեռած էր, ցած ընկած եւ ցիցը ծնոտի մեջ էր։ Գիտեք, ինչի է շեշտում, ցիցը ծնոտի մեջ էր։ Ասենք մարդուն հետևից խփելը, աննկատ խոցելը մի քիչ հեշտ է, բայց դիմացից, այն էլ աչքերին շատ մոտիկ, քթին ու ականջներին շատ մոտիկ բերանում կամ բերանից սպանես մարդուն, վտանգավոր, դժվար եւ շատերի համար աներևակայելի մի հրաշք է։ Ինչի մասին եմ ուզում խոսել, սիրելի երիտասարդներ։ Կողքին տասա չքնես, այ հիմա քարոզը սկսվեց։ Դա տրեյլերն էր։ Պատմությունը, որ դուք իմանաք։ Երբեմն Աստծո խոսքից, որ քարոզներ ենք տալիս, միտեղ խոսում ես, նայում եմ, ոնց որ Ղուրանից ես քարոզում։ Չէ, ձեզ չեմ ասում։ Կամ տենց ինչ որ օտար գրականությունից միտեղ գնացել էի երիտասարդական ճամբար, միտեղ չէր, եկել էի ձեր կողմերը, Ծաղկաձորի երիտասարդական ճամբար էր, հիմա պիտի ծառայեմ, այտենց քարոզեցի, հիմա երիտասարդների ավակն ասես մենք այդպես չենք հավատում ախպեր, հետո իրանց հովին կանչես, դուրս եկանք, նստել ենք, իրանք հավատում էին, որ Հեպթայայի աղջիկը այտենց իրոք բարից բոլոր իմաստերով վառվել է, ես էլ հավատում էի, որ չի վառվել, հիմա ասում ախպեր մենք այտենց չենք հավատում, հետո իրանց ծառայողներից հովի օգնականը մի քիչ ուշ եկավ, ասեց ինչի մասին եք վիճում։ Մեկ էլ այդ հովիվի օգնական են մի եղբայր երիտասարդների ավակն ասես լսի մի հատ սենց խաչով գիրք կա սև, կարծեմ բոլոր ավատացյալների տներում կա։ Այդ գիրքը որ գնաս մեկ-մեկ կարդաս, կիմանաս ինչի եւ ում մասին ենք վիճում։ Հիմա այն ինչ որ ասում եմ եղբայրներ քույրեր, Աստվածաշնչից է։ Եվ չեմ ուզում հատել Աստվածաշնչի սահմանները, ոչ ավելացնել, ոչ պակասեցնել։ Խոսում ենք Բարակ անունով մի երիտասարդի մասին։ Կարծում եմ որ երիտասարդ էր, որովհետև կայտառ էր, զորավոր էր, բայց նաև մի քիչ վախկոտ էր։ Վախենում էր, որովհետև մի քանի հազար կառքերի մասին է խոսում։ Ներկայացնում է թշնամու բանակի հզորությունը, մի գերտերություն իր միջուկային զենքերով հարձակվում է մի փոքրիկ պետության վրա եւ մի կին մարգարեուհի, տիկին մարգարեուհի լուր է ուղարկում մի տղամարդու եւ ասում է լսի, Տերը քեզ բան է ասել։ Ոչ թե հիմա է ասում, քեզ բան են ասել։ Դու խոսք ունես, դու գիտես ինչ պիտի անես, ինչի ես դանդաղում, ինչի չես շտապում Տիրոջ հրամանը իրականացնես, շուտ կատարես, որովհետև ինչքան դու ուշացնում ես Տիրոջը նազանդվել, այդքան թշնամին հաջողում է մեր կյանքում, քո կյանքում, մեր ազգի կյանքում, շտապիր, գնա եւ կանգնեցրու, ինչքան շուտ կանգնեցնես, այդքան ազատ կապրենք, այդքան ուրախ կապրենք ու այդքան երջանիկ կապրենք։ Այս տղամարդը չասեց, որ Տերը չի խոսել, ասեց այո եւ ամեն Տերն է ասում, բայց
դու պետքա գաս ինձ հետ։ Ասեց, ես խնդիր չունեմ, ես կգամ, ես որպես մարգարեուհի կգամ, ներկա կլինեմ, բայց հիշի, այդ հաղթանակը քոնը չի լինելու, քո ձեռքով չի լինելու, եւ այդ փառքը, այդ հայտնիությունը, այդ համբավը քեզ չի դառնալու, բայց գործը դու ես անելու, աշխատելու ես, բայց վարձքը քոնը չի լինելու, վազելու ես, կռվելու ես, Տիրոջ ասածը պիտի կատարես, քո միջոցով պիտի լինի, բայց դրա դիմաց դու վարձք չես ստանալու։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե վարձք չեմ ստանալու, թող ոչ մի բան էլ չանեմ, էլի։ Ապրեմ այնպես, ինչպես որ ապրում եմ։ Ինչի ես գնամ, ծառայեմ, իմ առողջությունը, իմ կյանքը, իմ լավագույն տարիները դնեմ ավետարանի գործի համար ու հանկարծ իմ պսակը, իմ վարձքը ինչ որ մեկը առնի, որ ընդհանրապես կապ չունի այդ թեմայի հետ։ Ընդհանրապես Իսրայելի հետ էլ կապ չունի։ Ընդհանրապես տղամարդ էլ չի, ոչ զինվորական է, ոչ էլ գեներալ։ Բայց արի ու տես, որ պատմությունը մեզ ցույց է տալիս հետևյալը. Բարակը երկրորդ անգամից հասկացավ, որ պիտի գնա, Դեբորան էլ գնաց, Բարակը հարձակվեց, մի խոսքով փախնում են, այդ բանակը Տիրոջ զորությունով հաղթանակ է տանում թշնամու բանակի դեմ կռվելով։ Ինչ է լինում, այդ հզոր զորավարը, ով ահ ու սարսափ էր տարածում, ոտքով իջնում ու փախնում է։ Պատմությունը կարդացի, լավ գիտեք, բայց կրկնում եմ, որովհետև բան կա, որ ուզում եմ ես երկար չեմ քարոզելու, որովհետև ուզում եմ, որ ինձ լավ հիշեք, որ մեկ-մեկ էլի կանչեք գամ։ Կարճ քարոզողներին շատ են կանչում, երկարներին այտենց։ Հիմա լսեք, ուրեմն այս մարդը փախավ ու հանդիպեց իր բարեկամներից մեկին, կենեցիների հետ իրանք դաշինք ունեին, մտածեց, որ ապով մի տեղ է գտե, ասես մտնեմ ստեղ թաքնվեմ, ինձ լավ կնայեն, մտավ, խնդրեց ու ասեց, խնդրում եմ էլի, որ ինձ հարցնեն մի խոսքով, այս կինը ամեն ձևերով, որ գործի գլխին կնանիք են կանգնում, գործը կարագի նման գլգլալ են ու սենց փափուկ ձևով կտրտելով գնում է։ Թե այն գլխից Դեբորանա, այս գլխից Հայայելը կամ Հեայելը, հայ չի եղել, ուղղակի Հայայելի, Հեայելը։ Հիմա լսեք, գալիս հասնում է պահը, Սիսարան վստահ է, որ իր կյանքին վտանգ չի սպառնում, որովհետև գտնվում է ապահով ձեռքերի մեջ, բայց ինքը չի հասկանում, որ իր մահվան պատվերի հրամանը երկնքից է իջե։ Ով լսի չլսի, Աստծո խոսքը պարապ ետ չի դառնալու, անելու է այն, ինչի համար որ եկել է։ Ուղղակի մեզ պատիվ եւ արտոնություն է տրված մաս կազմելու այդ մեծ հանձնարարականի մեջ։ Հարցը մենք չենք, աշխարհը մեր շուրջը չի պատտվում։ Միակ թագավորը, միակ Տերը նա է եւ իր թագավորությունը մեզ ուղղակի հրավեր է տրված մասնակցություն ունենալ, մաս կազմել այդ մեծ գործին մեր փոքրիկ հնարավորություններով։ Բայց երբեմն մենք բարակի նման, մեր բարակ մտածելակերպով, Աստծո գերբնական զորությունը, անգամ Աստծուց շոշափելի խոսք ստացած ժամանակ, մարգարեու միջոցով կամ մարգարեից, որ գիտենք ռեալ Աստված է մեզ հետ խոսում եւ ասում է գնա եւ պիտի հաջողես, մենք բացի Աստծո խոսքի վրա մեր ունեցած այդ վստահությունը, հավատքը, հավելյալ երաշխիքներ ենք ուզում, որ մեր զգայարանները, մեր տեսանելիությունը, մեր լսելիքները մեզ շնչեն վստահություն, որ ամեն ինչ լավ է, զգում եմ, տեսնում եմ, շոշափում եմ, որը հավատքի հետ կապ չունի։ Հավատքը չի տեսնում, չի շոշափում, թեև լսում է, բայց վստահում է Աստծուն։ Հետո երբ հավատում ես, վստահում ես, շոշափելի վարձքն ու օրհնությունը տեսնում ես։ Հիմա Բարակը փորձեց Աստծո խոսքին մի քիչ հավելումներ ավելացնել։ Ասեց, արի դու կողքս եղի, ասես կգամ, բայց գործը փչանում է։ Ոչ քեզ, ոչ ինձ։ Լրիվ մի կնոջ միջոցով է լինելու։ Գուցեև չգիտեին, գուցեև մարգարեն էլ չգիտեր Սամվելի նման, թե Հեսեի որ մի որդին պիտի լինի, բայց գիտեին, որ Հեսեի տնից պիտի լինի։ Չգիտեին, որ ում կինն է լինելու, որ կինն է լինելու, բայց գիտեին, որ կնոջ միջոցով է լինելու։ Գնացին, հասան տեղ, պատերազմը սկսեց, Սիսարան մահացավ, Բարակը շտապում է, որպեսզի հասնի Սիսարային։ Ես չգիտեմ ինքը ինչով էր զբաղված, բայց իր հանձնարարականը կոնկրետ Սիսարան էր։ Երբ մտավ տեղ, տեսավ, որ Սիսարան մի տնային տնտեսուհու միջոցով սպանվել է։ Ինքը սկսեց, կարծում եմ, սկսեց մտածել, այսքան հեշտ էր։ Փաստորեն, երբ Աստված ասում է հնարավոր է, այսքան հեշտ է, մենք ենք բարդացնում։ Մենք ենք փորձում ավելի երևակայել թշնամուն, ավելի մեծ տեսնել, քան Աստծուն, քան Աստծո խոսքը, քան Աստծո հրամայականն ու Աստծո զորությունը, բանից պարզվում այդպես է։ Աստված մեզ որպես երիտասարդ, որպես ծառայող, որպես հովիվ, որպես ընտանիքի հայր, գլուխ, մայր
եկեղեցու ժողովուրդ վստահում է գործ ու ասում է դու կարող ես, գնացեք եւ վերցրեք։ Ձեր մոտ կստացվի, դու կհաջո, բայց երբ Աստված է ասում, ոչ թե մենք ենք որոշում կամ փորձում ձևակերպել Աստծո անունով ինչ-որ բաներ, չէ, որ հստակ գիտենք Աստված է ասում, մենք մեր հնարավորություններին պիտի չնայենք, պիտի վստահենք իր խոսքին։ Մենք պիտի չնայենք մեր գրպանի պարունակությանը, պետք է վստահենք նրա խոսքին։ Մենք պիտի չնայենք մեր 5 հաց 2 ձուկին, պիտի նայենք, թե նա ով է, որ պահանջում է մեզանից, պիտի չնայենք մեր դատարկ նավակին, պիտի նայենք վարդապետին, պիտի չնայենք նա ձգնորսությանը տիրապետում է, թե մենք ավելի պրոֆեսիոնալ ենք, մենք պիտի վստահենք նրա խոսքին եւ նրա խոսքի համաձայն գործենք, ոչ թե մեր հասկացողության։ Մենք պիտի չնայենք փոքրիկ քարին, ոչ էլ մեծ Գողիաթին, պիտի հավատանք նրան, ում պատկանում է պատերազմը, իսկ մենք ընդամենը մի փոքրիկ մասնակցություն ենք ցուցաբերում այդ մեծ պատերազմի մեջ։ Ու ամեն անգամ մեծ գողիաթները, մեծ ձկների որսը, մեծ հաղթանակները կատարվում ու իրականանում էր փոքրիկ անհեթեթ առարկաների կամ ուտելիքների կամ երեխաների միջոցով։ Հիշում եք պատմություններ, ասենք մի տղա Փիլիպոսից մյուս առաքյալներից շատ բան չգիտեր, բայց մի բան գիտեր, որ եթե Տեր Հիսուսն ասում է ինչ ունեք, պետք չի պահել, ասում ես մի քանի հաց, մի քանի ձուկ։ Երբ Դավիթի նման հայտնվում ես իրադարձությունների կենտրոնում, ու զգում ես, որ թագավորից մինչև վերջի զինվորական, ովքեր գեներալների զգեստներով ու զենքերով, բայց ներսում համոզմունք չունեն, թե պատերազմն է, կամ կուրքերի անունով անիծում է կենթանի Աստծուն, հոգևոր պատերազմը պատկերացնելով ասում է ձև չի էս պատերազմ, Աստված տանուլ տա, որովհետև բացի ստեղ Գողիաթ Դավիթ, ստեղ Աստված եւ չաստված պատերազմ է, ու միակը ցույց կտա, որ ուրիշ Աստված չկա։ Ստեղ հարցը Գողիաթը չի, որովհետև Գողիաթը անիծում էր իր աստվածների անունով Դավիթին եւ Իսրայելի ժողովրդին։ Մեր կյանքում, երբ մեզ հրավեր է լինում, չդանդաղենք։ Գործը այնքան հեշտ է, որ գեներալ կամ զորավար բարակը մինչև գցեց բռնեց, մի սորական տնային տնտեսուհի մի երկաթի կտորով այդ հսկա գեներալին սպանեց։ Գիտեք ինչի? Որովհետև Աստված այդպես էր որոշել։ Երբ Աստված մեր կյանքի համար որոշում է մի գործ, որ մենք պիտի անենք, ոչ թե մենք ենք մեր վրա վերցնում, այլ Աստված որոշել է ու դու գիտես, ու դու խոսք ունես, քեզ հանձնարարական կա, դու հստակ պատկերացնում ես, գործը հեշտ է, մի վախեցի, ուղղակի հնազանդվի։ Ես Պետրոսի նման մենք նայում ենք ջրերի բարձրությանը, ալիքների խշշոցին, առաքյալների, մյուս աշակերտների վախկոտ դեմքերին ու չենք համարձակվում քայլ անենք, կամ որոշում ենք Տեր Հիսուսի խոսքին նայելով քայլ անել ու քայլել։ Հիշում եք ճամբար ունեիք, խորագիրը երգ ունեիք։ Ոնց էր երգը։ Ելքո նավից շարժվիր։ Բայց դե մենակ երգ չի, դե եկա մի պատմություն է ժողովուրդ։ Դե հավատքի մի հատ հերոսություն է։ Այսինքն, երբ մենք հավատում ենք, մենք քայլում ենք ջրերի վրայով։ Երբ մենք կասկածում ենք, ջրերն են վազում մեր վրայով։ Ջրերը մեզանից զորավոր են, բայց Աստված ջրերից ավելի զորավոր է։ Գողիաթը մեզանից զորավոր է, բայց Աստված Գողիաթից զորավոր է։ Սիսարան ավելի զորավոր էր, քան բարակը, բայց Աստված ավելի զորավոր էր, քան Սիսարան։ Քո կյանքի եղած Գողիաթները, Սիսարանները, ջրերը, փոթորիկները գուցե քո բնական կարողություններից զորավոր են եւ քո հնարավորություններից շատ մեծ, բայց եթե Աստված քեզ ասում է դու կարող ես, ոչ թե նայի քո հնարավորություններին եւ քո սահմանափակ հնարավորություններին, այլ նայիր Աստծո այն խոսքին, որ փորձում է գրավել քո հավատքը, ոչ թե քո հասկացողությունը։ Եթե դու թույլ տաս, որ Աստծո խոսքը թափանցի քո սրտի մեջ խառնվի հավատքով, դու կստանաս Աստծո հրաշքը։ Բայց եթե մեր գործը հանկարծ մենք անենք թեր հավատությունով, չվստահենք Աստծուն, ասենք Կարեն ախպեր Արիկ այնի կողս, որ երկեմ, Արսեն ախպեր դու աղոտ քարա, փառք Տիրոջը ավակների համար, փառք Տիրոջը զինվորականների համար, գեներալների համար, մարգարեույնների համար, բայց այդտեղ կա, որ մենք մենակ պիտի գնանք։ Գին կա, որ մենք մենակ պիտի վճարենք։ Մենք շատ հաճախ Պետրոս առաքյալի նման գնում ենք Հիսուս հետևից, բայց աշներս գցում ենք այսօր այստեղ ընդ ասենք, բայց Հովանեսի հետ ինչ ա լինելու, դու քեզ ինչ։ Դու արի իմ հետևից կարող ես ուզում եմ ինքը երկար ապրի, դու քո դարդը լացի տղա ջան։ Տերը մեզ կանչում է, Հիսուսը մեզ հետ երեսար խոսում է, երեսար երես,
մեզ հստակ հանձնարարական է տալիս ապագայի հետ կապված գառներին արածացնելու, մենք էլի հետաքրքրված ենք, բայց տող այդ ինչա լինելու, այս աղջիկը ինչա լինելու, այս ծառայությունը ինչա լինելու, այս գործը ինչա լինելու։ Ոտերն ասում է քեզ ինչ։ Ես ուզում եմ դու զբաղված լինես քո գործով։ Ես քո համար գործ ունեմ։ Աստված այստեղ նստած յուրաքանչյուր երիտասարդի համար հանձնարարական ունի։ Եվ այդ հանձնարարականը չի տրվում մեզ մեր հնարավորությունների համար կամ մեր ուժի ու կարողության սահմաններում, ֆիզիկականը նկատի ունեմ, տրվում է մեզ Աստծո հնարավորությունների չափով, ուղղակի մեր փոքր հավատքով մենք մասնակցություն ենք ունենում։ Պատկերացրեք ինչ որ մեկը $999,000 ներդրում է անում եւ քեզ ասում է միլիոնը դու լրացրու, որ դառնա միլիոն։ Այն մնացածը դու տուր։ Ու դառնում ես միլիոնանոց գործի մասնակից, ասում են ինչքան է ձեր շրջանառություն, ասում ես միլիոն։ Ինչքան ես դրե, դե կարևոր չի ինչքան եմ դրե, կարևորը շրջանառության մեջ եմ։ Կարևոր չի ես ինչ եմ անում, ոնց եմ հասկանում, ոնց ես պատկերացնում։ Շատ երիտասարդների կյանքը պատկերացնում են թուրքական սերիալների հետ։ Այն ժամանակ հնդկականն էր, որ ես երիտասարդ էի, հիմա թուրքականն է։ Հա, տենց էլի, բայց Աստված քո համար ունի ավելին։ Շատ երիտասարդներ իրենց համար կառուցել են սահմանափակ մի sense փոքր բուտիկ։ Ու պատկերացնում են, որ հոգևոր կյանքը հաղթանակը իմ ծառայությունը այս հրազդանն է, այս քաղաքն է, այս բեմն է, տենանք Արսեն ախպերը կարեն ախպերը որն են գրիպ ընկնում չգան, որ մենք էլ ենք, դա չի։ Աստված ավելին ունի քեզ համար։ Գրիպ ասեցի, որ 3 օր հետո հասնի։ Բոլորս էլ ընկնում ենք, ես օրինակ, որ գրիպ եմ ընկնում 13 օր է տևում։ Ասածս որն է, սիրելիս, Աստված քո համար նպատակ ունի։ Նպատակը մեծ է թվում, անհնարին է թվում, բայց եթե Աստված է ասում, այնքան հեշտ է, որ մի սովորական բորշեփող կնիկ կար այդ գործը գլուխ բերի։ Տնային մի տնտեսուհի։ Իր տունն էր մաքրում, ճաշ էր եփում, կյանքի մեջ պատերազմ չէր գնացել։ Աստղերով մարդ, ուսադիրներով մարդ երևի չէր տեսել։ Ուր մնաց Սիսարային։ Եվ հանկարծ տիրոջից համարձակություն է գալի, այս կինը վերցնում ու հնազանդվում է։ Կարևոր չի մենք ով ենք։ Կարևորը նա է, թե ով է մեզ օգտագործում։ Երբ մենք հայտնվում ենք Տիրոջ ձեռքերի մեջ, երբ մենք որպես փոքրիկ քար, փոքրիկ հինգած երկու ձուկ, փոքրիկ նավակ, փոքրիկ միջոց հայտնվում ենք Տիրոջ ձեռքերի մեջ, մենք արժևորվում ենք նրա ձեռքերի մեջ լինելով։ Մեր արժեքը դառնում է Տեր Հիսուսի բռնած ձեռքերը, նա է մեզ զորություն տալիս, նա է մեզ օգտագործում, նա է մեզ առաջնորդում եւ փառավորվում է իր սուրբ անունը։ Դուք ասես վերջացրիր, չէ, այս առաջի մասը։ Հիմա լսի։ Աստված ասես տղա, հաղթանակը կգնա մի կնոջ։ Դե բարակը մտածեց, դե լավ, կարևորը մեռավ, սաղ էլ գիտեմ, որ գործի գլխին ես եմ կանգնած։ Սաղ էլ գիտեն, գեներալը ես եմ, հրամանատարը ես եմ, թագավորը ես եմ, հովիվը ես եմ, սավուղը ես եմ։ Հա ինչ անենք, թե Դավիթը սպանեց։ Բայց որ մի կնգաբերանը փագես, որ չերքի։ Սավուղը հազարների, լավ կնիկ չասեմ, որ մեկի բերանկարակ փակեք, ժողովուրդը որ սկսում է խոսալ, չես կարող լռեցնել։ Գրված է, որ ոնց որ Սավուղի ու Դավիթի ժամանակ երգ էին երգում, Աստված մի երգ էր գրել տվե, ու այդ երգի հերոսը պետք է լիներ բարակը։ Ժողովուրդը, երգահանները, երգեցողները, երաժիշտները թմբուկով, նվագարաններով պետք է երգեին ու ասեին բարակը հաղթեց, բայց բանից դուրս եկավ, այդ երգի մեջ փոփոխություն արեցին։ Եվ դատավորած 5-ի առաջի գլուխ 5-ի առաջի խոսքից եւ 24 խոսքից կարդում ենք հետեւյալը. Այն օրը Դեբորան եւ Աբինոամի որդի Բարակը երգեցին եւ ասացին. Օրհնյալ լինի Հայելը կանանց մեջ, կենեցիկ հաբերի կինը, օրհնյալ լինի կանանցից վրանների մեջ, կանանց դերն ու նշանակությունը այդ մշակույթի մեջ մի փոքրիկ հնազանդության միջոցով դառավ խիտային երգ, top տասնյակում էր։ Ոչ մեկը լկնանիքի համար տենց այս մեր ժամանակները, չի է։ Այն ժամանակ կռիվ գնա բարակը, փառավորվի Հեայելը։ Տենց ո՞նց է լինում։ Ում մասին որ պիտի երգ երգեին, որպես հերոս, դառավ սովորական երգիչ
իր աննազանդության եւ թերավատության պատճառով։ Եվ ինքը սկսեց երգել մեկի մասին, ով սկզբնական ծրագրի մեջ չկար, բայց ով իր արագ արձագանքման տիրոջ հնազանդվելու շնորհիվ դարձավ այդ օրվա հերոսը։ Ու Տերը թույլ տվեց, որ այդ կնոջ մասին երգեն ու օրհնեն։ Ու գիտեք ովքեր էին առաջնորդում փառաբանությունը։ Գիտեք ովքեր էին։ Բարակը եւ Դեբորան, դուետ էր։ Առաջի տունը եղբայրներ երգում, երկրորդ տունը քույրիկներ երգում։ Ու ծառայությունը շատ օրհնվում էր։ Ես պատկերացնում եմ այդ կենեցի հեայելի մարդն էլ եկել է, միացնում է համացանցը, Facebook-ը, հեռուստացույցը տեսնում է իր տիկինը, ով պետքա կուխնյայում լիներ, խոհանոցում, ով պետքա փոշեկուլով փոշիները մաքրեր վրանի, այդ օրվա թոփ նորությունների մեջ է։ Այդ ոնց։ Տենց չուտողի մալը ուտողին հալալա։ Ովքեր կհամարձակվեն ու կհամաձայնվեն տիրոջը հնազանդվել, երգիչից կդառնան երգերի հերոս։ Քո մասին երգեր կերգեն։ Իհարկե ես նկատի չունեմ մարդամեծար, մարդ մեծարելու փառավորել։ Դու հասկանում եք, Աստված իրեն փառավորողներին փառավորել գիտի։ Ասածիս իմաստը որն է։ Թույլ մի տուր, որ քո պսակը ուրիշը առնի։ Ոնց ենք թույլ տալիս մեր վախերի պատճառով։ Մեր նեղ սահմանափակ սուղ մտածելակերպի պատճառով։ Թույլ ենք տալիս մեր մարմնավոր դատողությունների եւ մեր շուրջը նայելով, պատկերացեք Դավիթը նայում է շուրջը, տեսնում է բոլորը վախի մեջ են։ Պետք է թագավորը, ասում եմ մեր լեզվով ասեմ, հայերեն, դուխ տա, թագավորն էլ այտենց արդարացումներ է ման գալի, դե ասում է իր այդ ով կարա կռվի։ Ու Դավիթն ասեր, դե եթե թագավորն էլ հանձնվե, չէ, Դավիթն ասեց, ես կարող եմ։ Ես կարող եմ եւ գիտեք, երբ որ Դավիթ օրինակներ էր բերում ասում էր արջ եմ սատկացրել, սա եմ սատկացրել, սա եմ սատկացրել, ասում էր Տերը, ես չէ, Տերը սրան էլ կտա իմ ձեռք, այսինքն կապ չունի, որ ես եմ արել, բայց ես գիտակցում եմ մի բան, եւ արջին եւ արյուծին Տերն է տվել իմ ձեռքը։ Մեր կյանքում ինչի մեջ էլ որ հաջողում ենք, ծառայություն լինի, բիզնես, գործ, ընտանիք, հաջողված կին, հաջողված ամուսին, օրհնյալ խաղ ընտանիք, սիրելի ամուսին, նվիրված զավակներ, այդ մեր խստությունն ու մեր բազուկի զորությունը չի։ Ճիշտ է, մենք ենք, բայց հեղինակը Տերն է։ Մենք ուղղակի մասնակցություն ունենք։ Ճիշտ է, Հեայելը ցիցը մխեց, բայց այդ հրամանն ու համարձակությունը Տիրոջից էր։ Դու կարող ես լինել հաջորդ հերոսը։ Դու կարող ես դառնալ Աստծուն հնազանդվելով հաջորդ Տիրոջ ծրագրի իրականացնողը քո ընտանիքի մեջ, ուս հաստատության մեջ, քո քաղաքի մեջ, քո գյուղի մեջ, ամեն տեղ, որտեղ որ ոտք ես դնում, կարող ես դառնալ Աստծո ձեռքին հրաշալի գործիք ու կապ չունի մասնագիտությամբ ով ես, կոչումով ով ես, պարգևով ով ես, եթե ունես սիրտ գառնարածից մի րոպեվա մեջ կարող ես դառնալ ազգի հերոս։ Ունենց հերոս, որ եթե ժամանակին Սավուղն ասում էր «Են գառ պահող տղուտ հեսե ղրգի թողա իմ համար երգի», այսօր բոլորը երգում են այդ երգողի մասին։ Գիտեք ինչի, որովհետև Տիրոջը վստահել գիտեր, Տիրոջը մեծարել գիտես։ Սիրելիս, ես ու դու Բարակից, Դեբորայից ու Հեայելից ոչ մի բանով ոչ պակաս ենք, եթե մի բան էլ ավել ենք, Տիրոջ շնորհքով ենք ավել։ Ավել ենք, որ Քրիստոսի շնորհքը մեզ հայտնի է մեր ժամանակների մեջ, բայց որպես մարդ մենք էլ ունենք վախեր։ Մենք էլ ունենք այչով է իր վախերի պատճառով արդարացրել։ Ես։ Ասենք մի բան որ չես զում անես, արդարացնում ես։ Դե ասում ես չի լինի, չի ստա։ Մենք դեռ ես այդ նույն գործը մեկ ուրիշ արեց։ Մի եղբոր հետ էի խոսում, ասում էր աշխարհը եկեղեցուց 6-7 տարի առաջ է։ Ասում եմ ոնց։ Ասում եմ տես, COVID-ի ժամանակ ասում ենք մտեք համացանցով ավետարանի գործ արեք։ Չեմ ասում ամբողջ օրը ինքնագովազդ արեք, բայց ավետարանի համար օգտագործեք համացանցը։ Ասում էին մեղք է եղբայր ջան, մեղք է եղբայր ջան։ Անցավ 7 տարի, այդում համար որ մեղք էր, հիմա զորով չենք կարող համացանցից անենք։ Ասում ենք հերիք աղբեր։ Չեղավ որ աշխարհը 7 տարի մեզանից առաջ էր։ Նկատի ունեմ այտենց մտածողներից մեզանից։ Բայց եթե մենք հասկանանք Տիրոջ ժամանակը, եթե մենք հասկանանք ու արձագանքենք Տիրոջ խոսքին, ես չգիտեմ այդ կինը ոնց զգաց, որ Տիրոջը պիտի հնազանդվի։
Ես չգիտեմ ոնց խոսքը հասավ իրան, ինչ զգաց, ինչ հայտնություն եկավ, ինչպիսի համարձակություն եկավ, բայց ինքը վստահեց, բայց ինքը հավատաց, ինքը քայլ արեց, մենակ չերազեց։ Աստված պարապներին գործ չի տալի։ Դավիթի աղբերները պարապ-սարապ, մեկը գեներալ էր, մեկը գնդապետ էր, մեկը ես իմ ինչ էր, բայց պարապ-սարապ, Սամվելն եկավ, ասեց երևի ես գեներալը, ասեց չէ, ով կա հիմա գործի մեջ։ Ասին մեկը հոր գործերով զբաղված, կանչեց, զբաղված եղի հոր գործերից որևիցե մեկով և քեզ կգտնեն։ Մի մտածի, որ ուժեղա, Սիսարան, քո Աստված ավելի ուժեղա։ Մի մտածի, որ ներկա պայմաններով տանտեր չես կարող դառնալ, վստահի Տիրոջը կունենաս տուն։ Մի մտածի, որ տարիքդ մեծացել է, էլ հարմար զույգ չեմ գտնի, կգտնես, են էլ շատ հարմար, վստահի Տիրոջը։ Դու Տիրոջ գործը արա, մնացածը ինքը կլրացնի։ Դու կառուցի Տիրոջ տունը, Տերը կկառուցի քո տունը։ Որպեսզի շատ չերկարացնեմ, առաջի Կորինթացիների 9:24-ից կարդամ լրացուցիչ համար։ Չգիտեք, առաքյալն հենց գրում, որ դու բասա պիտի իմանայիք։ Ասում է չգիտեք, որ մրցասպարեզում վազողները բոլորն էլ վազում են, բայց մեկն է մրցանակ ստանում։ Դուք եկեղեցի, երիտասարդ, եղբայրս եւ քույրս, մենք այնպես վազենք, որ մրցանակի հասնենք։ Մարդիկ կան, ովքեր ուրախանում են, որ վազում են, բայց թե քանի կիլոմետր են հետընկե, ֆինիշը արդեն մի 10 հոգի անցել են, այնտեղ են վերջի կրակոցը հնչել է, արդեն շամպայն են բացել, սայլութ են խփել, ինքը լվազում է, հույս է տալի, որ աղբեր ուշացել ես։ Դու պետք է ժամանակի մեջ տեղավորվես, որպեսզի մրցանակը դառնես։ Երկրորդ ուղերձը, որ գրված է եկեղեցուն, Հայտնություն 3:11-ն է։ Ահա շուտով գալիս եմ։ Պահիր ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք, այն ինչ որ քոնն է, Աստված ոչ մեկին չի ուզում տա, եթե դու չտաս։ Այն ինչ որ քո անունով է, քոնն է, քո հասցեով է եկել, նախասահմանության մեջ քո անուն ազգանունով է որոշվել, դա քոնն է, այնքան ժամանակ, քանի դեռ դու բարակի նման չես փոխանցե հեայելին։ Բայց երբեմն մենք փոխանցում ենք։ Ես այսօր եկել եմ ասեմ, քոնը ոչ մեկին մի տուր, ամեն մեկն էլ ունի իր բաժինը։ Մեզանից ամեն մեկը ունի իր վարձքը, իր պսակը, իր մրցանակը, դու քո գործը լավ արա, որպեսզի դու հասնես քո մրցանակին, ստանաս քո պսակը եւ քո անունից ու քո գերդաստանից փառք բարձրանա երկնքի Տիրոջը։ Ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի։ Ես ուզում եմ մեր երաժիշտ քույրիկը մոտենա ստեղնաշարին, մենք գանք աղոթքով Տիրոջ առաջ ու ասենք Տեր, ուզում եմ իմ հասկացողության մեջ բարակ չլինել։ Չեմ ուզում տենց շատ սահմանափակվեմ, չեմ ուզում։ Եթե դուք ման գաք Սուրբ գրքի մեջ, կտեսնեք, որ Աստված միշտ իր մեծ գործերը վստահել է անկարող մարդկանց։ Ծերացած, չբեր Սառայից, չբեր Աբրահամից, սերունդ է հանում։ Լսել եք։ Վախկոտ Գեդեոնից 300 հոգանոց բանակով անծայրածիր մեծականակ բազմության պարտության է մատնում։ Երիքովի անառիկ ամրոցը, որ բնակեցված էր Ենակի որդիներով, ովքեր Գողիաթի գուցեև ազգականներն ու նախահայրերն ու պապերն էին, հսկաների սերունդ էր։ Հաղթում է Իսրայելի ժողովուրդը առանց սրի, ուղղակի աղաղակելով։ Շատ մարդիկ ասում են գնանք պտտվենք, ես էլ եմ արել ժամանակին, երբ եկեղեցաշենք չունեինք, պտտվում էինք մեր կուլտուրայի տան շուրջը, ձեռքներս դնում էինք, աղոթք էինք անում, հետո աղաղակում էինք։ Ասում էինք սա մերն է լինելու, որովհետև թույլ չէին տալիս իշխանությունները, որ ժողով անեինք, հալածանք կար եկեղեցում։ Որովհետև հավատում էինք, մտածում էինք, որ աղաղակն էր, որ քանդեց։ Այդ ջրերի մոտից վերցրած այդ քարն էր, որ եթե ուրիշ քար լիներ, հաստատ Գողիաթը կապրեր։ Մտածում ենք, որ եթե վրանից հից չլիներ,
ուրիշ մի երկաթի կտոր լիներ, Սիսարան հաստատ չէր մեռնի։ Եթե Պետրոսի նավակը չլիներ, իմ նավակը լիներ, չէ այդքան զուգ չէր լցվի, բայց երբ պիտի հասկանանք, որ Տիրոջ համար կարևոր չի, թե ինչ ունես, ինչքան ունես, ինչ մատերիալից է, երիտասարդ ես ծեր, հնարավորություն ունես, թե չունես, Տիրոջը սիրտ է պետք, հոժար սիրտ, ով ասում է, Տեր, ես կգնամ, երբ Տերը հանդիպեց Մովսեսին բացատրում և ասում էր, տղես, զավակս, որդիս, ես քեզանից մեծ բան չեմ ուզում, քո ձեռք եղած ներիք է, որ քեզ հավատան, ասում էր ոնց, ասում էր արի սկզբից դու հավատա, որ հետո քեզ հավատան, ձեռքումդ ինչ կա, գավազան, գցեց օձ դարձավ, վերցրեց նորից գավազան, չասեց գնա Լիբանանի եղևնափայտ ճարիր քեզ համար, չէ, ինչ ունես տանդ, ինչ ունես վրանիդ մեջ, ինչ ունես ձեռքիդ, ինչ ունես, դա կարող է դառնալ հզոր զենք Աստծո համար, եթե քո սիրտը հնազանդվի։ Կարևոր չի նյութը, մատերիալը, մեր հնարավորությունը, կարևորը սիրտն է։ Նոր կտակարանում ենք տեսնում ենք, որ Տեր Հիսուսը հսկում էր մեր լեզվով ասած զոհաբերության ունցաների ծառայությունը, ստաց նայում էր, թե ով ոնց եւ ինչքան է տալիս, հաշվեց մեկ քանի հոգու զոհաբերություն, նվիրատվություն ընծա, ասես չէ, այն 2 լյումա կամ կոպեկ տվողը շատ տվեց, նրան լավն էր, ինչի, այդ երբանից է մաթեմատիկական այդ թվաբանությունը, տենց քիչը շատացե, շատը քչաց է, չէ, հարցը քանակի մեջ չէր, հարցը սրտի մեջ էր, հարցը շարժառիթի մեջ էր, ինչ ենք մենք անում, ինչքան ենք անում, ես կարող եմ իմ անձը այրելու տամ, ամբողջ օր ինձ տենակ հրապարակներում, ապաշխարեք, Տերը չի նայում, թե ինչ եմ անում, նայում է, թե ում և ինչի համար եմ անում, եթե ես իմ անձը այրում եմ, բայց սեր չունեմ, պետք չի ասում եմ, պետք չի, եթե ես այստեղից խոսում եմ մի բան, բայց իմ կյանքում և ընտանիքում չեմ ապրում, զորություն չունի, այսօրվա արհեստական բանականությունը ինձանից ավելի լավ խոսում է, ավելի լավ գրում է, ձևակերպում է, կետադրում է, բայց հոգի չունի, Աստծուն պետք է քո հոգու պաշտամունքը, Պողոս առաքյալը Հռոմեացիների թղթի մեջ ասում է, ես Աստծուն ծառայում կամ պաշտում եմ իմ հոգով, ես ինձ հարց եմ տալի, ինչի՞ չի ասում Սուրբ հոգով, իմ հոգով, քո Տեր Աստծուն սիրես կամ պաշտես կամ ծառայես քո ամբողջ սրտով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ էությամբ, Հայրը երկնքից երկրի վրա փնտրում է ոչ թե լավ երգողների, այլ հոգով ու ճշմարտությունով երկրպագողների, երկրպագությունը երգ չի, երգը երկրպագության մի փոքրիկ մասն է, երկրպագությունը կյանք է, պաշտամունքը հավաքույթը չէ, հավաքույթը պաշտամունքի մի փոքրիկ մասն է, մենք պաշտում ենք Տիրոջը մեր կյանքի ամեն մի վայրկյանի մեջ մեր հնազանդությունով, մենք երգում ենք մեր ապրած կյանքից, ասում է ամենաշատ սուտ խոսում են քաղաքական գործիչները ընտրություններից առաջ եւ հավատացյալները երգելու ժամանակ, կյանքս քոնն է, ուր ասես, ինչ ասես, կանեմ, բայց մեկ էլ մի բան են ասում, ասո չեմ կարա, այսօր ինձ հարմար չի, ցույց ենք տալիս, որ մեր ապրածը եւ մեր երգածը կամ մեր քարոզածը չի բռնում։ Աստված դատարկ սեղանի կամ զոհասեղանի վրա կրակ չի ուղարկում։ Աստված պատասխանում է զոհին։ Գուցե զոհասեղան ունես, բայց եթե զոհ չունես, ոչ թե սպասիր կրակին, զոհդ պատրաստիր։ Դարձիր ինքդ նվիրված, ընծայիր քեզ, քայլող զոհ, մեր անձերը կենթանի զոհ ներկայացնենք Տիրոջը։ Բարակը վախենում էր, որովհետև գուցեև ընտանիք ուներ, գուցեև սիրած աղջիկ ուներ, կամ հեռանկարներ ուներ ապագայի հետ կապված, ասում էր ես չեմ կարա, ես ուզում եմ տենց հավելյալ վստահություն եմ ուզում, Դեբորա դու իմ կողքը եղի, այսինքն Տեր Աստված դու ինձ հետ ես, թե հետս չես, դու ուղիղ ինձ ասում ես կամ չես ասում, քանի որ քեզ չեմ տեսնում, դու այդքան էական ու կարևոր չես, կարևորը շոշափելին է, չէ սիրելիներ, կարևորը նա է իր խոսքը եւ իր թագավորությունը մեր կյանքի մեջ, իր խոսքը պիտի բավարարի մեզ, երբ մենք Սուրբ Գիրքը կարդում ենք, տեսնում ենք, որ մարդիկ ասում էին, մոտենանք կպնենք Հիսուսին, հպվենք հանդերձին, արի տանս մեջ, հայրոսն ասեց ձեռք տիր,
Արի եւ կպիր։ Մեկն էլ ասեց՝ մի արի, ուղղակի ասա։ Հարուրապետ մեկը կար, ասեց՝ ասա, եւ քո խոսքը բավարար է։ Ես հավատում եմ ավելին, քան տեսնում եմ։ Ես կարող եմ վերցնել չերևացած խոսքից, լսածից ավելին, քան կարող եմ շոշափել։ Ասա, Տեր։ Եվ Տեր Հիսուսն ասեց՝ զարմացնող հավատք է։ Զարմացնող հավատք է։ Ինչ էր զարմանում Տեր Հիսուսը, որովհետև ուզում էր, որ այդ հավատքը տեսներ իր ժողովրդի մեջ, Իսրայելի մեջ։ Բայց ցավոք, քանի որ արդեն իր ծառայությունը շատերի համար սովորական էր դարձել, մարդիկ կարող էին կպնել իրան հենց այնպես, մարդիկ կարող էին լսել իր քարոզը, իր ձայնը, անգամ ուղիղ խոսքը, որ այստեղ նստածներից մեկը ինձ պիտի դավաճանի, բայց ասային դե թող խոսի էլի։ Բայց դեռ կային մարդիկ, ովքեր ասում էին՝ Տեր, ես արժան չեմ, դու իմ տունը գաս, միայն ասա։ Այսօր մենք նրա կամքը գիտենք։ Նրա կամքը գրի առնված խոսքն է։ Նրա պահանջներն էլ գիտենք եւ նոր կտականի պատվերն էլ գիտենք, որ սերն է։ Գիտենք, բայց այլ բան է գիտենալը, իմանալը, այլ բան է դա կիրառել մեր կյանքի եւ առօրյայի մեջ։ Երբ մարգարեն կամ մարգարեուհին բարակին խոսք ուղեց, գիտեք ինչ ասեց։ Չասեց նոր բան եմ ասում քեզ։ Ասեց չգիտես, դու գիտես։ Չէ որ Տերը քեզ ասել է, որ դու գնաս, բայց ինչի ես հապաղում։